Որոնք են կանանց մոտ կոնքի հատակի մկանների ֆունկցիաների խանգարման նշանները։ Այս շաբաթ խոսում եմ կանանց առողջության ամենաանտեսված, բայց ամենակարևոր մասերից մեկի՝ կոնքի հատակի մկանների դիսֆունկցիաների։ Նախորդ հոլովակում կիսվեցի, թե որոնք են այդ մկանները, իսկ այսօր կխոսեմ դրանց թուլության եւ գերլարվածության նշանների մասին։ Նշան առաջին՝ ստրեսային անմիզապահություն։ Եթե փռշտալիս, հազալիս, ծիծաղելիս կամ ցատկելիս առաջանում է մեզի արտահոսք, սա կարող է լինել կոնքի հատակի մկանների թուլության նշան։ Նմանատիպ խնդիր է, եթե միզապարկը լիովին չի դատարկվում եւ հաճախ եք գնում պետքարան։ Նշան 2՝ թութք։ Թութքը կարող է պայմանավորված լինել կոնքի հատակի մկանների թուլությամբ եւ փոքր կոնքի երակային արյան շրջանառության խանգարմամբ։ Նշան 3՝ ցավ եւ տհաճություն սեռական հարաբերության ժամանակ։ Երբ մտերմության ժամանակ զգում եք մշտական լարվածություն կամ անհանգստություն, դա կարող է լինել կոնքի հատակի մկանների գերլարվածության արդյունք։ Նշան 4՝ կոնքի օրգանների իջեցում եւ ցավ։ Եթե արկա է օրգանների իջեցում միզապարկի, արգանդի եւ ուղիղ աղիքի հատվածում, դա առավել հաճախ թուլացած մկանների հետևանք է։ Եթե միաժամանակ ունեք ցավ սրբոսկրում, ցայլային սիմֆիզում կամ մեջքի ստորին հատվածում, դա ավելի շատ վկայում է գերլարվածության մասին։ Եթե ձեզ մոտ արկա է թեկուզ մեկ նշան, խորհուրդ եմ տալիս դիմել բժշկի ճշգրիտ պատճառը պարզելու համար։ Եվ այո, հնարավոր է մարզել կոնքի հատակի մկանները, եթե կիրառվեն գրագետ մոտեցումներ։ Հաջորդ հոլովակում կպատմեմ, թե ինչպես ճիշտ մարզել կոնքի հատակը եւ ինչ սխալներից խուսափել։